Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, թե Եվրամիությունը փորձում է խրախուսել Հայաստանի հակառուսական քաղաքականությունը վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների շուրջ խոստումների միջոցով։ Ըստ Մոսկվայի, Բրյուսելը գիտակցում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է բախվել լուրջ տնտեսական խնդիրների, սակայն Բրյուսելը չպետք է հույս դնի, որ ԵԱՏՄ երկրները թույլ չեն տա խեղդվել Երևանյան քաղաքական անձնակազմին, ջրի երեսին կպահեն այն եւ կհովանավորեն նրա մարաթոնյան լողը դեպի Եվրամիություն գրված է հաղորդագրության մեջ։ Եվրակառույցներում ընդունում են, որ հակառուսական պատժամիջոցային քաղաքականությամբ եւ Ուկրաինայում պատերազմին աջակցելու եվրաբյուրոկրատների մոլուցքային ձգտմամբ պայմանավորված Եվրամիությունում աճող տնտեսական խնդիրները Բրյուսելին հնարավորություն չեն տա Երևանին փոխհատուցել միլիարդավոր վնասները։ Եվրոպայի շատ երկրներ արդեն ազդանշան են տվել ԵՄ ղեկավարությանը Հայաստանից եկող ապրանքների համար իրենց շուկաները բացելու անպատրաստության մասին, ի վնաս ազգային արտադրողների։ Միևնույն ժամանակ բրյուսելյան բյուրոկրատները կշարունակեն համոզել Երևանին իրենց անվերապահ աջակցության հարցում։ Մասնավորապես Փաշինյանի կառավարությունից արդեն պահանջում են կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում, խզել հումանիտար կապերը Ռուսաստանի Դաշնության հետ եւ ճնշել դրան դեմ հանդես եկող ներքին ընդդիմախոսներին։ Նման գծի խրախուսումը ենթադրվում է իրականացնել հայ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների մանիպուլյացիաների եւ հեռավոր հրաշալիքում Հայաստանը բարգավաճ խաղաղության խաչմերուկի վերածելու խոստումների հաշվին։ Իսպանիայի խորհրդարանի падգամավոր Ջոն Ինյարիտուն կարծում է, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների խորացումը բնական եւ շարունակական գործընթաց է, սակայն այն պահանջում է զգուշավոր քաղաքական հաշվարկներ։ Նրա խոսքով, եթե Հայաստանը դիմի Եվրամիության անդամակցության համար եւ կատարի անհրաժեշտ պայմանները, Բրյուսելը պետք է ըստ էության գնահատի այդ դիմումը, բայց Երևանը միաժամանակ պետք է հաշվի առնի տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը եւ Ռուսաստանի գործոնը։ Եթե հայ ժողովուրդը որոշի ավելի մոտենալ Եվրամիությանը, այդ ընտրությունը պետք է հարգվի։ Եթե ապագայում Հայաստանը պաշտոնապես դիմի անդամակցության համար եւ կատարի անհրաժեշտ պայմանները, Եվրամիությունը պետք է գնահատի այդ դիմումը, ինչպես ցանկացած այլ թեկնածու երկրի։ Միաժամանակ Հայաստանի եվրոպական մերձեցումը կարող է մեծացնել երկրի ռազմավարական ինքնավարությունը, սակայն նաեւ լարվածություն առաջացնել հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Հայաստանը չի կարող փոխել իր աշխարհագրական դիրքը, ուստի պետք է մեծ զգուշությամբ գնահատի քաղաքական, տնտեսական եւ անվտանգության բոլոր գործոնները։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերը, իսկ Հայաստանը ԵԱՏՄ անդամ եւ այս իրողությունները չեն կարող անտեսվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը, մասնավորապես երկկողմ տնտեսական համագործակցությունում առաջացած խնդիրներն ու Հայաստանի եվրոպական օրակարգին վերաբերող հարցերը։ Հայկական կողմի հաղորդմամբ Փաշինյանը նշել է, որ հայաստանյան ապրանքների արտահանման սահմանափակումները դեպի ռուսական շուկա հակասում են երկկողմ պայմանագրերին եւ ԵԱՏՄ կանոններին, խնդրելով միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման համար։ Վարչապետը նաեւ պարզաբանել է, որ Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե կարող է անցկացվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանը եւ գործընթացը դառնա առարկայական, ընդգծելով հարցերը գործընկերային երկխոսության միջոցով լուծելու Երևանի պատրաստակամությունը։ Կրեմլի հաղորդմամբ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Ռուսաստանի նախագահը վերահաստատել է ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների մայիսի 29-ի համատեղ հայտարարության դիրքորոշումը, շեշտելով Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը Եվրամիությանը անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն ու դրան հաջորդած տեղեկատվական փոխանակումները ցույց են տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ դրանք խորանալու միտումներ ունեն։ Եթե հայաստանյան իշխանություններն առճակատման գնալու որոշումը փորձում են քողարկված իրացնել, Մոսկվան ուղիղ սրում է խաղը։ Երկու բան ակնհայտ է։ Մոսկվան Հայաստանի Հանրապետությունում հանրաքվեի հարցը փորձում է օրակարգային դարձնել ԵՄ թե ԵԱՏՄ հարցադրմամբ։ Եվ երկրորդ, Ռուսաստանի Դաշնությունը կարծես վերջնաժամկետ է սահմանել Հայաստանի համար իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու։ Ի թիվս այլ անհանգստությունների եւ բազմաթիվ սպառնալիքների, խնդրահարույց է այն հանգամանքը, որ կոպիտ դիմակայության հետևանքով ամենայն դեպս մինչև հիմա սովորական քաղաքացիներն են տուժում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ եւ միջազգային օրակարգի հարցերը, ընդգծելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը ու համագործակցության խորացման պատրաստակամությունը։ Կրեմլի հաղորդմամբ զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները դրական են գնահատել կառավարությունների եւ իրավասու գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացումը։ Նրանք նաեւ վերահաստատել են ռուս-ադրբեջանական փոխշահավետ համագործակցությունն առաջիկայում եւս ընդլայնելու պատրաստակամությունը։ Ռուսաստանի արտգործնախարարության
պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Նա ընդգծել է, որ Ղարաբաղը միջազգային հանրության, այդ թվում Ռուսաստանի կողմից միշտ ճանաչվել է Ադրբեջանի անբաժանելի մաս։ Նրա խոսքով հապկի մեխանիզմների կիրառման հարցը այն բանի հետ կապելու փորձերը, թե արդյոք Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես իր տարածք, անհիմն են եւ հակասում են Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը։ Հաջիզադեն նշել է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, դրանով իսկ վերջնականապես կարգավորելով նախկին հակամարտությունը։ ԱԳՆ ներկայացուցիչը նաև կոչ է արել դադարեցնել ռուս-հայկական հարաբերությունների հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրակտիկան։ Ավելի վաղ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ չնայած հապկի մեխանիզմները կիրառելու վերաբերյալ Հայաստանի դիմումներին, դա անելը անհնար էր, քանի որ Երևանը Ղարաբաղը չէր ճանաչել ոչ որպես իր տարածք, ոչ էլ որպես անկախ պետություն։ Արցախի ազգային ժողովի Արդարություն խմբակցության падգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով Արցախի խորհրդանի նախագահի ընտրության գործընթացի քաղաքական պատասխանատվությունը կրում է խորհրդարանական մեծամասնություն ունեցող Ազատ հայրենիք խմբակցությունը։ Նա ընդգծել է, որ առանց մեծամասնության նախաձեռնության դժվար է գործընթացը հասցնել հանգուցալուծման։ Արցախի ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացը առաջին հերթին խորհրդարանական մեծամասնություն ունեցող Ազատ հայրենիք խմբակցության քաղաքական պատասխանատվության եւ նախաձեռնության տիրույթում է։ Հենց այս խմբակցության ձայներն են որոշիչ համապատասխան որոշումների ընդունման համար, ուստի առաջին հերթին այն պետք է ներկայացնի իր հստակ քաղաքական դիրքորոշումը։ Միաժամանակ մենք կարևորում ենք, որ բոլոր խմբակցությունները մասնակցեն այս հարցի քննարկմանը։ Արդարություն խմբակցությունը բաց է կառուցողական քննարկումների համար եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդես գալ նախաձեռնողականության ու ստանձնել պատասխանատվություն հանուն ազգային ժողովի լիարժեք գործունեության եւ պետական ինստիտուտների պահպանման։ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ նիստին մասնակցել են հայ գերիների պաշտպանները, թարգմանիչները, այսպես կոչված տուժողների ներկայացուցիչներն ու պետական մեղադրողները։ Դատախազները պնդել են, թե Բակո Սահակյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Նացականյանի, Մադաթ Բաբայանի եւ Մելիքսեթ Փաշյանի մասնակցությունը իբրև հաստատվում է դատարանում ներկայացված ապացույցներով։ Նրանք նաեւ հայտարարել են, թե հայ գերիներին առաջադրված մեղադրանքները հիմնավորվում են վկանների ցուցմունքներով, փորձագիտական եզրակացություններով, փաստաթղթերով եւ նախաքննության ընթացքում հավաքված այլ նյութերով։ Իրանի կողմից ադրբեջանական ASTV պետական հեռուստաալիքը թշնամական լրատվամիջոցների ցանկում ներառելուց հետո Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը հայտարարել է փոխադարձ սահմանափակումների մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ մեդիան հղում անելով երկրի օրենսդրությանն ու փոխադարձության սկզբունքին հայտարարել է, որ Ադրբեջանում անօրինական է համարվում իրանական Սահեր հեռուստաալիքի Մեհեր լրատվական գործակալության եւ նրանց ներկայացուցիչների գործունեությունը։ Գործակալությունը նաեւ կոչ է արել ադրբեջանական լրատվամիջոցներին եւ լրագրողներին չհամագործակցել նշված կառույցների հետ, պնդելով, որ դրանք գործում են Ադրբեջանի ազգային շահերի դեմ։ Ռոսելխոզնադզորը հայտարարել է, որ կանխվել է Հայաստանից Բելարուսի տարածքով դեպի Ռուսաստան 39,000-ից ավելի վարդերի ներկրումը։ Ծաղիկները ըստ կառույցի փորձել են Ռուսաստան բերել կեղծ փաստաթղթերով։ Մինսկի շրջանից Մոսկվա ուղևորված եւ շուրջ 39,200 վարդ տեղափոխող մեքենան, որը վարել է Բելարուսի քաղաքացի, կանգնեցվել է Սմոլենսկի Մաքսատանը։ Ուղեկցող փաստաթղթերում բեռ նշված է եղել որպես ոչ ալկոհոլային տոնիկ ըմպելիքներ, այնինչ բեռնախցիկի զննման ընթացքում հայտնաբերվել են ծաղիկներ։ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման արգելքը գործում է 26 թվականի մայիսի 22-ից։ Հայաստանի գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ այսօրվա հրապարակմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։ Հակոբյանը դիմել է կանանց, կոչ անելով չլռել ընտանեկան բռնության դեպքերի մասին։ Հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում։ Հուսով եմ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա։ Բայց սիրելի կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել եւ իրար պաշտպանել։ Ինչ է պետք անել։ Պետք է սկսել համարձակ խոսել այս երևույթի մասին, հայտարարելով, որ չեն հանդուրժելու այլևս բռնությունը մեր ընտանիքներում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Վաշինգտոն այցի ընթացքում նախատեսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել Նաթանզի միջուկային օբյեկտի հարևանությամբ գտնվող Կոլանկ Գազլա սարի վերաբերյալ իսրայելական հետախուզության տվյալները, հայտնում է New York Post-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի տեղեկություններով Նեթանյահուն Թրամփին նաև կփոխանցի Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերին վերաբերող հետախուզական տեղեկատվություն։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Կոլանկ Գազլա սարի շուրջ Թրամփի պնդումները անհիմն են, նշելով, որ այնտեղ միջուկային գործունեություն չի իրականացվում, իսկ այդ թեմայի շահարկումը Թեհրանի դեմ նոր մեղադրանքներ առաջադրելու փորձ է։